ժողովուրդն ինչ է։ Նիխրնան բող է։ Լկտի անամոտ կեղծավորտական կապիկների հոտ։ Պարնականներին հլու հնազան։ Ինքը տասա, ժողովուրդն ինչ է։ Այո, տական չէ, եթե հլու է նա բռնականին։ Իսկ ճշմարտության գոտեմարտի մեջ նա մի հերոս է և մի փարոս է լուսավոր։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա վիդեոն վիդեո ուղերձը կլինի շատ թեժ, երևի շատ շատերի դուրը չգա, բայց ամեն դեպքում մենք կոմունիստներս ճշմարիտ ենք եւ մենք միշտ ասում ենք ճիշտը, որի համար մեզ շատերը չեն սիրում, բայց մենք չենք կարող ստել։ Լավ է դառը իրականությունը։ Հիմա սկսենք, սիրելի բարեկամներ, ինչի համար ես սկսեցի այս կինոֆիլմի հատվածից։ Որովհետև ինձ թվում է, որ ձեզանից շատերը չեն հասկանում այդ բառերի իմաստը։ Խորհուրդ եմ տալի այն մասային, ովքեր չեն ըմբռնել, թե ինչ է ասում, թե մի հերոսը, թե երկրորդ հերոսը, խնդրում եմ մի քանի անգամ նայեք, որպեսզի հասկանաք։ Տեղի ունեցավ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության կողմից կազմակերպված միտինգը։ Միտինգին եկել էին ոչ այդքան շատ մարդ, ինչը որ ես սպասում էի։ Եվ հիմա քիչ անց կբացատրեմ հերթով, որպեսզի յուրաքանչյուրին լինի հասանելի եւ յուրաքանչյուր անց ըմբռնի ինչ եմ ուզում ես ասեմ։ Ինչի համար կազմակերպեց Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը այս մեր միտինգ չէ անգամ, ժողովրդի հետ հանդիպումը փողոցում, քանի որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց այս բառերը, խնդրեմ տեսեք։ Ություններում երեխաների ակտիվությունը ինքը առաջաբերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետքա բացառվի։ Ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ։ Ու իրաց շոշափուկների եւ մետաստազներին ջախջախելու եմ հասցեական բոլոր հնարավոր միջոցներով։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Մի քանի անգամ ես խոսացել եմ դրա մասին, մի քանի անգամ ես պատմել եմ դրա մասին։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ցույց տվեց, թե ով է իրական ընդդիմությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Մենք չէինք սպասում, ես իմ հրապարակներ, հետո չէինք պլանավորել քայլ երթեր, չէինք, մեր մոտ ուղակի հանդիպում էր։ Բայց արի ու մի տես, հիմա ես ինչ որ ասում եմ, ամեն մարդ թող ինքը իրեն հետ լինի անկեղծ եւ ասի, ես ինչ որ ասեց Ֆարմանյանը, դա վերաբերվում է ինձ, թե ոչ, ինքներդ դուք ձեզ պատասխանեք։ Ուրեմն ինչպես սկսվեց, խնդրեմ այս տեսահոլովակը։ Sultan güzel can cezmezi zartnir la mernim kazi Ձայնը տրվում է Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արտուր Ֆարմանյանին։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ առաջ ուզում եմ բոլորս ողջունենք մեր ոստիկանների, մեր եղբայրների։ Պարոնայք ոստիկաններ, մեր ողջույնները ձեզ, շնորհակալություն ձեր ծառայության համար։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, իմ հզոր հայ ազգ, ես գիշտիմ ունեմ իմ ազգին այդ դեպք։ Մենք ունեցել ենք դառը պատմություն, եւ մեր պատմության մեջ ամենահիանալի տարիները եղել են խորհրդային դարաշրջան, որտեղ որ հայ ազգը բազմացել է, զարգացել է, կրթվել է եւ ստացել է այն մեծ բարիքները, ինչին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի հանրապետության։ Ինչ է կատարվում այսօր։ 1991 թվականին
երբ որ Լևոն Տեր-Պետրոսյական խունտան ազմելով իրեն Արցախ կոմիտեն, որը որ հետո ժամանակ մեր անց, նա ասում է, որ տղայեք մի տվեք Արցախը։ Այդ չասեմ, եթե մի մարդ ասուպողնից է պատուկ կա, եւ ունի ցիկլոպի կարգավիճակ մի աշխանի, Աստված դրան չի ներե, մենք ուչի մասը կարող ենք վես։ Իրա խունտայով բերեց կոմունիստական կուսակցությունը, ցեկան, Կարեն Սերոբիչ Դեմիրճյանը կանգնավասեդի ժողովրդի դեմ իրավունք չունի գնալ ոչ կո, ազգն է որոշում իրեն ինքնավոր։ Օպերայի հայաթու, հիմա է ազատության հրապարակ, թե կումից ենք ազատվե, կումից ենք անկախացե, միջև հիմա ինձ համար դա անհայտ է։ Հավաքվավ ազգը, գնալով հայլուն ապագա, բայց այդ ճանապարհը արյունի տեսք տանում է դժոխքի ճանապարհ, ազգակործանման, դավաճանության, այրյան եւ ամենագլխավորը սերունդների կորուստի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, դրոշները բռնում էին երկու երեխա, երկու զույգ եղբայրներ, իսկական արցախցի երեխաներ։ Եվ մի թեթև մեջբերում բերեմ, այդ դրոշները եկել էին տաքսիով։ Եվ երբ որ ես վարորդին ասեցի, ես պետք է վճարեմ այդ դրոշների համար, դրոշները ստացել էին երեխաները, իրենց պապիկի հետ, մեր մեծ արցախցու հետ, ասեցին երեխաները վճարել են, հեսա իսկական հայի տեսակը, հեսա հայի տեսակը։ Մենք իհարկե վերադարձրեցինք, զորով վերադարձրեցինք այդ գումարը, բայց ամեն դեպքում երեխաները արեցին իրենց քայլը, իրենց դաստիարակությունը, իրենց վերաբերմունքը ցուցաբերեցին։ Սիրելի բարեկամներ, այն մարդիկ, ովքեր դարձել են դիվանի քաղաքական գործիչներ եւ խորհուրդներ են տալիս, եսին ինչեր են խոսում, իրական երեսը ցույց տվեցին։ Թե մյուս ընդդիմադիրները, բա ուր էիք։ Ստեղ ոչ Ռոբերտ Քոչարյան կար, ոչ օլիգարխներ կային, ոչ Նիկոլ Փաշինյան կար։ Ուր էիք։ Երրորդ ուժ եք ման գալ, երրորդ ուժը ապացուցեց իշխանությանը, որ նա վախ չունի։ Իսկ ես ուզում եմ ասեմ, դուք վախեցած եք։ Ումից եք վախենում, վախկոտից։ Բայց այն մարդիկ, ովքեր եկել էին, անչափ շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Մեր քույրերին, ովքեր ոտքերը ուռած եկել էին եւ ասեցին, ընկեր Ֆարմանյան, մենք հատուկ եկել ենք ձեզ համար, ձեր հետ քայլ անելու համար, անչափ շնորհակալ եմ։ Ինձ համար լավ է լինի մի հոգի այտենց ազնվորություն, քանց թե հազարավոր ժեղեր, որոնք որ կարող են հելել մենակ մի պայմանով, եթե մեջը ունեն շահ։ Եկել էին նաև համահայկական ճակատ կուսակցության ներկայացուցիչները, ղեկավարվելով Արսեն Վարդանյանի կողմից, որը որ անում են իրենց ակցիան ազատության հրապարակում, ստորագրահավաք են հավաքում, բայց թողնելով իրենց ակցիան եկել են աջակցելու Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությանը, խոսք ունեցավ Արսեն Վարդանյանը, ողջունեց մեզ, որի համար անչափ շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ եմ Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավարին Ռոբերտ Ահարոնյանին, որը սկզբից մինչև վերջ մեր կողքն էր, նա եւս ելույթ ունեցավ իրենց երիտասարդ թևի հետ միասին, Արայիկի հետ, ջերմ խոսքեր ասեցին եւ ողջունեցին մեր այդ առաջի քայլը, որը անվանեցին կայծը տվեց ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հարգելի ընկերներ։ Մի քանի մարդիկ ասեցին հետևյալը, ընկեր Ֆարմանյան, դե ճիշտ հասկացեք, շոկ է, աշխարհի առաջնություն է գնում ֆուտբոլի, մարդիկ սկի իրանց երեխեքով չեն զբաղվում, ֆուտբոլ են նայում, օրական 4-5 հատ հանդիպումներ կան։ Ես ուղղակի զարմանում եմ, այսօր մեր հայոց աշխարհը հայի ապագան դրած է կոնի վրա, լինել չլինելու վրա, ինչ ֆուտբոլ, ինչ շոկ, ինչ բուք ու բորան։
Դե դրա համար դուք իտոգում ունենալու եք այն ինչը որ դուք ունենալու եք։ Իսկ ինչ եք ունենալու, քիչ հետո ես ձեզ կասեմ։ Ու դուք ինքներդ մեկ անգամ եւս ասում եմ, որ դուք ինքներդ ձեզ հարց տաք, այս ինչ որ ասում է Ֆարմանյանը, ես կամ դրա մեջ թե չկամ։ Տեսեք հիմա ինչա կատարվում։ Նիկոլ Փաշինյանը, ես որ ասում էի, սկզբից աղետալի պատերազմ, սեպտեմբերին հետո չի լինելու, հետո լինելու է, արեց հետևյալ քայլերը։ Այսօր պատերազմը անխուսափելի է լինելու։ Եվ նա տեխնիկապես գցում է սա ամեն ինչը ընդդիմության, կոչված ընդդիմության գրպանը եւ ժողովրդի գրպանը։ Չեք հավատում, խնդրեմ տեսեք։ Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, ովքեր շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի։ Եվ այո, ընտրակաշառքով կոնկրետ պատերազմի սպառնալիք են։ Մենք պետք է մեր իրադրություններին արտաքին աչքով էլ նայենք, որովհետև արտաքին աշխարհում եւ ոչ միայն Ադրբեջանում, այլ արտաքին աշխարհում կարող է հարց ցակել։ Մի րոպե Հայաստանի Հանրապետությունում 500,000 քաղաքացի կա, որ մտածում է, որ պետքա ծովի ծով Հայաստանը գնալ վերցնել կամ պետքա Ղարաբաղը հետ բերել կամ պետքա գնալ Ղարաբաղ կամ պետքա վերանայել խաղաղության համաձայնագիրը եւ կամ ինչ որ գրած է խաղաղության համաձայնագրի մեջ, ոչինչ մեկա մենք դա չենք անի, 500,000 քաղաքացի կա այդտեղ։ Հասկանում եք, եթե ընկալումը լինի այնպես, որ այդքան մարդ կա, ես ուզում եմ հղում անել իմ ընտրություններից առաջ արած հայտարարությանը, որ մեզ պետքա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի մենք բացառենք պատերազմը։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում է մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք եւ պետքա ծովից ծով, այսինքն այդ պատերազմի եռագլուխ կուսակցության գումարն եմ ասում, արձանագրված ձայների։ Դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում, մանավանդ այն պայմաններում, երբ որ մենք այսօր ունենք նոր բանակ եւ կարա հարց առաջանա, կարող այդ բանակը հայտնվի այն մարդկանց ձեռքում, հասկանում եք, ես այս նկատի ունեմ։ Տեսակ ինքներդ, ես չասեցի։ Նիկոլ Փաշինյան ասեց, որ ասել են, դրա համար է Գաջիևը եկավ, ասեց այդ մասան 500 չի ընդ 500-ից շատ է, միլիոնից ավել մարդ կա։ Եվ ասեց սրանց դեմը պետք է առնես։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը անում է հետևյալը, կոչ է անում հեղափոխության, որպեսզի ադրբեջանցիները դնեն, օգնեն Նիկոլ Փաշինյանին կոտորեն, մտցնեն Հայաստանի Հանրապետությունում դիկտատուրա եւ այդպեսով փակվի առաջի էտապը հայոց հարցը։ Իսկ երկրորդ պահը տեսնենք այս տեսահոլովակ, խնդրեմ։ Թուրքացման process-ը սկսվել է, սիրելի հայրենակիցներ, տեսնում եք։ Ադրբեջանցին է գալի, հիմա թուրքերն են գալի։ Եվ որոշ քաղաքական տգետ գործիչներ ասում են հետևյալը, խնդրեմ տեսանյութը։ Թուրքիան թշնամի չի, Թուրքիան հակառակորդը, թշնամին Ռուսաստանն է։ Այ սրանից ելնելով պետք է գնաս, որովհետև էլի եմ ասում, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի մեծ եղեռնի եւ դրան նախորդող տարիների արխիվները։ Այս երևույթը գիտեք ինչն է դնում կասկածի տակ։ Մի քանի տասնյակ պետությունների Հայաստանի եղեռնը ճանաչելը։ Իսկ որ պետություններն են, խնդրեմ տեսահոլովակ։ Առաջինը հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին։ 10 տարի անց Ուրուգվային միացավ Կիպրոսը, որի պարլամենտի ներկայացուցիչների պալատը հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց միաձայն։ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչող երրորդ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն էր։ Պետական դուման ճանաչման եւ դատապարտման բանաձևն ընդունել է 1995 թվականին։ 1996 թվականին հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը համալրեց Կանադան։ Նույն 96 թվականի ապրիլի 25-ին Կանադային միացավ նաեւ Հունաստանը։ 6-րդը Լիբանանն էր, որի խորհրդարանի падգամավորների պալատը ճանաչման եւ դատապարտման
դիրքորոշումն ընդունեց 1997 թվականին։ Բելգիայի սենատը հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ նույնն անելու կոչով Թուրքիային դիմող բանաձև ընդունեց 1998 թվականին։ Նույն 98 թվականին հայոց մեծ Եղեռնի փաստը հրապարակավ ընդունեց նաև Ֆրանսիան, դառնալով 20-րդ դարում հայոց ցեղասպանությունը ճանաչած վերջին երկիրը։ 21-րդ դարում նախորդ դարի առաջին խոշոր ոճրագործությունը պաշտոնապես առաջինը դատապարտեցին Ապենինյան թերակղզում։ Դա արեց Իտալիան 2000 թվականին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 10-րդ պետությունը Վատիկանն էր։ Շվեյցարիայի համադաշնության ազգային խորհրդի բանաձևն ընդունվել է 2003 թվականին։ 2004 թվականին Օսմանյան Թուրքիայի տարածքում իրականացված հանցագործությունը դատապարտեց նաև Արգենտինան։ 2004-ի նոյեմբերի 30-ին հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ընդունեց Սլովակիան։ Իսկ 2004-ի դեկտեմբերի 21-ին Սլովակիային հետևեց Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը։ Հայերի նկատմամբ իրականացված ոճիրը գենոցիդ անվանող երկիրը Վենեսուելան էր 2005 թվականին։ Մեծ Եղեռնի փաստը պաշտոնապես ընդունեց նաև Լեհաստանը։ Ցեղասպանությունը ճանաչող երկրների ցանկում հայտնվեց նաև Լիտվան։ 2007 թվականին հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց Չիլիի սենատը։ 2010 թվականին Շվեդիան եւս կանգնեց պատմության անարդար էջը դատապարտողների կողքին։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 20-րդ երկիրը Բոլիվիան էր 2014 թվականին։ Ցեղասպանության 100-ամյակին 2015 թվականին ճանաչումների շարքը բացեց Ավստրիան։ Ճանաչող եւ դատապարտող հաջորդ երկիրը Լյուքսեմբուրգն էր։ Այնուհետև կրկին ճանաչման եւ դատապարտման գործի անցավ Լատինական Ամերիկան։ Բրազիլիան հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց 2015-ին։ Այս երկիրը Լատինական Ամերիկայում մեծ Եղեռնը դատապարտող վերջին երկիրը չէր։ Դատապարտող բանաձև ընդունեց նաև Պարագվայի կոնգրեսը։ 25-րդ երկիրը, որը ընդունեց եւ դատապարտեց հայոց ցեղասպանությունը, Գերմանիան էր։ Բունդեսթագը պատմական բանաձևն ընդունեց 2016 թվականի հունիսի 2-ին։ 2017 թվականին Չեխիայի խորհրդարանն ընդունեց բանաձև հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին։ 2018-ին Նիդերլանդների խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն 15 թվականին տեղի ունեցածը որակվում է որպես ցեղասպանություն։ Մեկ քայլ եւս հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին 2019-ին Իտալիայի ստորին պալատում միաձայն բանաձև ընդունվեց հայոց ցեղասպանության ճանաչման եւ միջազգային հնչեղություն տալու կոչով, իսկ Ֆրանսիայում ապրիլի 24-ը հռչակվեց հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Հասմիկ Օհանյան, Էպիկենտրոն։ Հիմա այս պետությունները ճանաչել են հայկական Եղեռնը, Հայաստանի ցեղասպանությունը ու սրանք դնում են կասկածի տակ։ Իսկ գիտեք թուրքերն ինչ են անում։ Հիմա երկու տեսահոլովակ եմ տեղադրելու։ Առաջի տեսահոլովակը վերաբերվում է, թե թուրքը ինչ է ասում հայերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում, իսկ երկրորդ տեսահոլովակը վերաբերվում է նրան, թե ինչպես են թուրքերը ինքները վերաբերվում ադրբեջանցիներին։ Խնդրեմ այս երկու տեսահոլովակը։ Они называют нашу гору Агры Араратом, а малый Агры зовут Масис. То есть они сделали эту гору своей. Это очень смешно. В Ереване построена специальная смотровая площадка, чтобы смотреть на турецкую гору. Для них Арарат имеет сакральное значение, и они живут с мыслью, что в один прекрасный день будут владеть этой горой. Греки крадут нашу еду, эти крадут нашу гору. Из-за того, что в их учебниках истории о нас всегда пишут только плохое, когда они узнают, откуда ты, у них сразу портится выражение лица. Никакого геноцида армян точно не было. Были армяне, погибшие в условиях войны и переселения. Это решение было принято не против гипотетического восстания, а против уже происходившего фактического бунта. Надеюсь, с моим мотоциклом ничего не случится. Они с турецкими номерами. No, Turkey. Yes. Сначала эти люди устроили массовые убийства христианского населения в Анатолии. Затем их младшие братья, которые они помогли, провели этническую чистку в Карабахе. И после всего этого они возмущаются расизмом в Армении, снимая на видео реакции армян на турок ради просмотров. Может быть, пора наконец оставить армян в покое? Вы бы приняли у себя дома азербайджанца как гостя? Нет. Вы бы приняли у себя дома азербайджанца как гостя? Нет. В Азербайджане принято принимать гостей у себя дома, а вы бы приняли у себя? Нет, не принял бы. Вы бы приняли у себя дома гражданина Азербайджана? Если да, то почему? Если это мужчина, нет. Если женщина, то да.
ты отправляешься туда в надежде на какие-то 3-5 тысяч долларов, а в итоге тебе подсыпают в еду что-то, обкрадывают, убивают и избавляются от тела. Так было в те времена, когда у азербайджанцев отсутствовала государственность. Թուրքերը ազերիներին չեն սիրում, ես ինչ եք անում։ Ես ոնց է ուշքերը տալստում ազերբայջանցիների համար։ Ես կոչ եմ անում ձեզ բոլորիդ, անխնայ։ Եվ հիմա կասեմ եւ քիմնավորեմ ինչի համար եմ այդ ամեն ինչ ասում։ Չխմեք դուք զոհված երեխեքի կենացը։ Մեր տրագեդիան, մեր ողբերգությունը ձեր սեղաններին չօգտագործեք, ասեմ ինչի համար։ Ով որ ցավով է ապրում, այդ ցավը իրեն մեջ է ապրում, չի կարա կենացից հետո հելի բարի, չի կարա կենացից հետո անեկդոտ պատմի, չի կարա կենացից հետո ժպտա եւ ուրախանա։ Անից որ թարգեք կենաց ասողներ եւ ձեր երեսը երևաց։ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը հելավ կոչ անելով թե ժողովրդին, կոչ անելով թե ընդդիմությանը։ Այն մարդիկ, ովքեր եկել են, չեն թողնի, որ ես սուտ խոսամ, անգամ ընդդիմադիր ոչ բլոգերներ եկան, ոչ միթոմ ընդդիմադիր լրատվականներ եկան։ Մենք դիտմամբ չէինք կանչել մեր կուսակից ընկերներին։ Մենք դիտմամբ չէինք հրավիրել կողքից, ավտոբուսներով, փողերով չենք բերել, մենք ռեկլամի կարիք չունենք, մենք մաքրության ճշտի հետևից գնացող ազնվորություններ ենք եւ գաղափարը կրում ենք կոմունիստական, մենք ազնիվ ենք ազգի հետ, բայց արյունի տես, որոշ մարդիկ ազնիվ չեն մեզ հետ, բայց մենք դա քիշենք, անպայման քիշենք եւ ուզում եմ անգամ նրանք դա ընդունեն որպես սպառնալիք, այո, դուք բոլորդ պատասխան եք տալու, բոլորդ ձեր անտարբերության համար, ձեր ազգի նկատմամբ, ձեր անտարբերության համար Հայաստանից Հանրապետության վերաբերյալ, ես ինչ եք անում, ես ոնց եք անում, իսկ դիվեք դուք ումից եք վախեցել, դուք վախեցել եք ընդամենը մի անձնավորությունից, շունքով որ խոսում եք, վախում եք, որը այսօր արդեն ռեպրեսիաներ ասկսե այն մարդկանց, որ թեկուզ գնացել են ընդդիմության միտինգներին, չեք հավատում, խնդրեմ տեսահոլովակ։ Սկանդալ հեծում Նյուզեյեմը գրել է, որ ընտրությունից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման եւ վերջիններիս աշխատանքից ազատման գործին։ Ըստ լրատվականի աղբյուրների օրեր առաջ հեծի Վարդենիսի Էլցանցի 3 փորձառու աշխատակիցներ Վահագնի Ստեփանյանին, Գեգամ Խլոյանին եւ Նարեկ Շոհյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար։ Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ Ուժեղ Հայաստան դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության 3 աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են Ուժեղ Հայաստանի կազմակերպած հավաքին։ Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին անմիջապես կանչել են Երևան հեծի անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Արման Ասմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները եւ չաջակցել Ուժեղ Հայաստանի։ Սակայն աշխատակիցները հրաժարվել են պնդելով, որ Ուժեղ Հայաստանի միջոցառումներին մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին եւ դա իրենց սահմանադրական իրավունքն է եւ որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքային գործունեությանը։ Ընտրությունից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեգամ Խլոյանը եւ Նարեկ Շոհյանը կանչվել են Գեգամա մասնաճյուղի ԿՊ-ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել։ Տեսակ ինքներդ, ես չեմ ասում։ Իսկ ումից եք դուք վախենում։ Վայելեք ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրեմ։ Բոլոր ժամկետանց տուժ տուգանքները, բոլոր սպառողական եւ գյուղատնտեսական Սերժ Սարգսյան ուղակի երրորդ անգամ իշխանության չի գալիս։ Սերժ Սարգսյանը փորձում է փոխել մեր երկրի էությունը։ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը վերածել արևմտյան Ադրբեջանի։ Սրանում է ամբողջ էությունը, որովհետև այդ Ադրբեջանում է, որ Իլհամ Ալիև այլևս ոչ մի
Սահմանափակում չունի իշխանության լինելու։ Եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք։ Այդ լուրջ եք ասում, հոտ ենք մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորն եմ։ Այս մարդը ինչ ուզենա պիտի անի, իրավունք ունի։ Իրավունք ունի։ Քանի որ սենց ձեզի ստորացներ ու դուք սենց վախեցած լիներ, վախկոտներ, դուք մենակ Նիկոլի պես դուխովը լսել եք, բայց դուխով չեք ապրել եւ չգիտեք ինչ է լինել դուխով։ Բայց ձեր վախճանը, ձեր ապագա վախճանը լինելու է պահելով այս իշխանությանը, քանի որ այս իշխանությանը գլխից մեծ կեղտ է ուտում արդեն քաղաքականության մեջ, արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանում չգիտեմ ճանաչում են թե չէ, Ռուսաստանի Դաշնությունում ճանաչում են Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերոջը, խորհրդատուին եւ ամենահզոր մարդկանցից մեկն է Ռուսաստանի Դաշնությունում, ով կարող է կայացնել գլոբալ որոշում, դա Սերգեյ Կարագանովն է։ Իսկ ինչ է ասել Սերգեյ Կարագանովը, տեսնենք։ Но я говорю прямо всем, и моим соотечественникам, и нашему руководству, что применить ядерное оружие – это гигантский грех. Но не применить его и допустить падение нашей страны, и допустить в конечном итоге до мировой термоядерной войны – это совсем смертельный грех. Нужно выбирать между тяжелым грехом и смертельным грехом. Если мы не применим ядерное оружие и не остановим скольжение мира к большой термоядерной войны, к серии войн, а потом к большой термоядерной войны, мы совершим чудовищный проступок перед. Տեսակ ինչ ասեց Սերգեյ Կարագանովը։ Սերգեյ Կարագանովը դա որ ասում է, ուրեմն իմացեք, եթե այս տարի չլինի, մյուս տարի լինելու է դա։ Ռուսաստանը պատերազմաբացելու Եվրոպայի հետ եւ ՆԱՏՕ-ի հետ։ Եվ դուք կտեսնեք, թե ձեզ ոնց են մորթելու թուրքերը։ Մինչև Ռուսաստանը այնտեղ զբաղվում է, թուրքերը ստեղ իրանց սև գործը կանեն։ Սա պրոգնոզ է, իմ պրոգնոզն է, եւ հաստատ գիտեմ, որ չեմ սխալվում։ Քանի որ այդ անտարբերությունը, որ այսօր ցուցադրում է հայ ազգը, այդ ֆուտբոլ նայելը, այդ շոքից վախեցողները, ես խոսք չունեմ ասելու։ Տեսնենք ինչ է ասել մեր մեծ վարպետը։ Խնդրեմ, տեսահոլովակը։ Մեր ժողովուրդը ունի երեք մեծ հատկություն։ Մեկի հետ չեք համաձայնվելու, բայց ես պիտի ասեմ, որ մեր ժողովուրդը շատ միասնական ժողովուրդ է։ Այդ абսուրդի ժամանակ վերջին մոմենտին, երբ որ վտանգը վերաբերում է բոլոր մարդկանց, բոլորի երեխաներին, այդ ժամանակ ահավոր մենք միասնական ենք։ Մեզնից ուզում են խլել այդ միասնությունը մեկ։ Մեզնից ուզում են խլել մեր հիշողությունը, պատմական հիշողությունը, մեր կորուստները, մեր գույտերը, այդ են ուզում խլել եւ մեզնից ուզում են խլել մեր ստեղծագործ միտքը։ Այս երեք բանը ուզում են խլել։ Այս երեք բանը միավորում է մեր մշակույթը։ Շատ բարձր մշակույթ ունենք աշխարհի մեջ, սա ոչ ոքի տես չեմ ամաչում ասել, թող աշխարհը դա սովորի, սովորել են մեր ճարտարապետությունից, սովորել են մեր ամեն ինչից նկարչությունից եւ այդ բոլորը կապվողը մշակույթն է։ Տեսակ յուրաքանչյուրին մինչև չկպնի ազգը միաբանության չի գնում։ Ճիշտ խոսք էր։ Այն որ ասում են «не поспоришь»։ Սրանք գցեցին ազգը սև ու սպիտակի, երևանցի, ախրքալակցի, արցախցի եւ այլն եւ այլն։ Եվ դուք բոլորդ այդ ամեն ինչը հանդուրժեցիք։ Եվ ինչ որտեղ քմծիծաղող եք վերաբերվում կոմունիստներին, դուք ուր կոմունիստներն ուր, դուք ուր մարդկությունն ուր, դուք քանի հաց ու պանիր պիտի ուտեք, որ կոմունիստների կես տոկոս գաղափարներդ աշխատցնեք։ Իսկ ինչ են արել կոմունիստները։
Ինչ են արել կոմունիստները։ Ես չեմ խոսալու էլ կրթության մասին, բժշկության մասին, դրանց մասին չեմ խոսալու։ Երբ որ Գերմանիայից բերեցին սովետական կանանց, շատ շատերի ձեռքերին կային երեխաներ։ Եվ այդ երեխաները գիտեք ում երեխաներն էին։ Այդ երեխաները ֆաշիստների երեխաներն էին։ Երբ որ կենտկոմը որոշեց, որ սրանք սենց են, նենց են, նենց են, Իոսիֆ Վիսարիոնիչ Ստալինը արեց հետևյալը։ Նա ասեց երեխաները մեղք չունեն։ Գնաց դեմ կուսակցական գաղափարին, գնաց դեմ իր անկերներին։ Իսկ եթե դուք մտածում եք, որ դա լկտի սուտ է, խնդրեմ տեսահոլովակ։ Задача состоит не только в том, чтобы выиграть войну Германии. Этот секретный указ Сталина спас тысячи немецких детей. После войны в Союз вернулись десятки тысяч женщин, но на руках они несли детей, рожденных от солдат вермахта. Для многих они были врагами по праву рождения. Партия готовила план по изоляции этих волчат, однако Сталин пошел против всех. Он заявил, характер куется воспитанием, а не генами. Пока общество требовало надзора и ссылок, закрытый приказ 1945 года сделал этих детей полноправными гражданами Советского Союза. Они ходили в те же сады и школы, не зная травли. Сталин понимал, чтобы победить нацизм окончательно, нельзя уподобляться нацистам и делить детей на чистых и грязных. Как считаете, правильно ли поступил Сталин? Այ ովքեր են կոմունիստները։ Խիզախ, վախ չունեցող, նվիրալ, ժողովրդին նվիրալ մարդիկ։ Մենք մեր քայլը արեցինք, մենք ապացուցեցինք, որ մենք դեռ կանք, մենք չենք վախենում ոչ Նիկոլից, ոչ իր կուսակցությունից, քանդիր պետությունը։ Իսկ մնացած ընդդիմադիրները թող գնան դատարաններ, լոզունգներ անեն, TikTok-ում նկարվեն, ինչ ասես անեն։ Վախկոտներ։ Իսկ վախեցող մարդու վախճանը սարերի ետևում չէ։ Այսօր այս կանը կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս։ Եվ ամենավերջում մի գնացեք եռաբլուր, մի խմեք կենացներ եւ եռաբլուրում մի արեք սելֆիներ։ Թող երեխեքի հոգին հանգիստ մնա։ Ստեսություն։ Հույսով եմ կհանդիպենք։